Պետք է պաշտպանել երկրի սահմանները ամեն գնով։ Մենք տեսնում ենք, որ խաղաղություն չկա։ Այն ինչ կատարվում է Հայաստանում, սա պատերազմ է, Հայաստանի ներսում է պատերազմը այսօր մղվում։ Դասագրքերն են ել ավելի աղավաղելու, այն ինչ որ աղավաղել են, դա սկիզբն է։ Կամ այդ հայն ճնշելու են եւ թուրքացնելու են։ Քայլ առ քայլ։ Երբ դու ասում ես Արարատը իմը չի, դու այդ ամեն ինչով հանում ես նաև այդ ամբողջ մշակութային եւ ինքնության քո շերտը դրում ես մի կողմ։ Կամ եթե ուզում ենք խուսափել պատերազմից, մենք պետք է առաջ անցնենք պետականաշինության եւ բանակաշինության գործում Ադրբեջանից առաջ անցնենք։ Երկրի ղեկավարությունը վերևից հրահրում է, խրախուսում է քաղաքացիական բախում։ Հայաստանը այս իշխանությունը տանում է դեպի կործանման։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը չի լինելու։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց եւ տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Այդ կերպ դուք կնպաստեք մեր տեսահոլովակների եւ վիդեոների տարածմանն ու կաջակցեք մեր ալիքի զարգացմանը։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրը ռազմական պատմաբան քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է, ում եւ սիրով ողջունում ենք, բարով եք եկել։ Բարև ձեզ։ Մի մեջբերում անեմ ու սկսենք։ 1725 թվականին Նախիջևանում նստած Օսմանյան բանակի զորահրամանատարությունը պատվիրակներ է ուղարկել Կապանի հայոց իշխանապետություն Դավիթ Բեկի մոտ, ընդ որում պարզվում է թուրքերը նրան, ինչպես հետագայում Անդրանիկին, փաշա են կոչել։ Ուղարկել են եւ պահանջել, որպեսզի նա իրեն ենթակա հայերի հետ միասին հնազանդություն հայտնի թուրք սուլթանին ու մտնի թուրքական հպատակության տակ։ Սակայն Դավիթ Բեկը մերժել է օսմանցիների այս առաջարկությունը, պատասխանելով բառացիորեն մեջբերում եմ. Ես ձեզ չեմ ենթարկվում, ձեր հպատակության տակ լինել չեմ ուզում եւ ձեր դեմ պատերազմելու եմ, քանի դեռ ողջ եմ։ Իսկ երբ մեռնեմ, այն ժամանակ էլ ինձ հաջորդները թող որոշեն, ինչպես կցանկանան, այնպես էլ կանեն։ Սա մեջբերում էր պարոն Արմեն Այվազյանի Facebook-յան վերջին գրառումից, ինչ ասել կուզեք պարոն Այվազյան։ Մեջբերում էր արխիվային վավերագրից, որը ես օգտագործել եմ։ Խնդիրն այն է, որ այսօր Հայաստանը շարունակում է գտնվել պատերազմական վիճակում։ Այդ պատերազմը մեր արտաքին սահմաններին առկա է նրանով, որ օկուպացված են բուն Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված, եթե այդպես ուզում են ասել, տարածքները շուրջ 240 քառակուսի կիլոմետր, բացի դրանից հայաթափված է Արցախը, որը նույնպես Հայաստան է, եւ մոռանալ, որ Հայաստանի այդ հատվածը, որը միշտ է հայկական եղել, ոչնչացվել է եւ շարունակում է այնտեղ ադրբեջանական թշնամին կատարել մշակութային ցեղասպանություն, այդ ամեն ինչը մոռանալ նշանակում է մոռանալ մեր առջև ծառացած սպառնալիքները։ Ամենաիսկական, այսպես ասենք, իրական, ռազմական, քաղաքական եւ գոյութենական սպառնալիքները։ Մի բան, որ մեզանում մի քիչ դժվար է ժողովուրդը ընկալում, քանի որ ամբողջ պետական ապարատը Փաշինյանի գլխավորությամբ լծված է այն սուտ քարոզին, թե իբր խաղաղություն է հաստատված։ Այդ օդապարիկները, որ օդում մենք տեսնում ենք, կամ այն փառատոնները գինու, գարեջրի, տոլմայի, չգիտեմ սրա նրա, այդ ամեն ինչը միտված է ժողովրդի մեջ պատրանքներ ստեղծելու համար, թե իբր մենք արդեն խաղաղության դարաշրջան ենք ոտնակոխել։ Ինչու իբր տարի ու կես հատ էս լուրջ էսկալացիա չկա սա։ Էսկալացիան մի բան է, բայց իրականությունը այլ բան է։
ասում եմ, մեր տարածքները օկուպացված են, մեր ճանապարհները գտնվում են ադրբեջանական զորքի ուղիղ նշանառության տակ, քանի որ նրանք գրավել են շատ կարևոր ռազմավարական բարձունքներ Հայաստանի տարածքում եւ շարունակում են ճնշումը Հայաստանի վրա բոլոր առումներով։ Այնինչ խոսում են Ադրբեջանում Հայաստանի մասին, Ալիևից սկսած վերջացրած նրան ենթակա պետական, քաղաքական դեմքերով, այդ ամեն ինչը պատերազմ է։ Եվ սա ուղղակի մոռացնել են փորձում տալ, այնինչ կարող է պատերազմը բռնկվել յուրաքանչյուր պահի։ Ինչ որ մի պատճառաբանությամբ։ Ինչն է Հայաստանի համար հետևաբար գլխավոր խնդիրը։ Հայաստանի համար գլխավոր խնդիրը երկրի պաշտպանունակությունն է, օկուպացված տարածքների ազատագրումն է։ Սրանք են մեր խնդիրները, բայց ինչով են մեզ շեղում։ Մեզ շեղում են ներքին հակամարտություններ հրահրելով։ Այսօր Գերագույնը տենց իր կրծքին էր տենց սեղմել պատմության, չէ, դասագիրքը հայոց պատմության, ինքը ժամանակ առ ժամանակ տենց Էրդողանի գիրքը, հայոց պատմության դասագիրքը եւ մեզ բոլորիս ասում է, որ պետք է պատմությունը լավ իմանանք, պարոն Այվազյան։ Դուք գիտեք մեր պատմությունը օրինակ։ Դե Ինչով են զբաղվել կամ որն է հիմնական առաքելությունը պետական այրերի, ռազմական այրերի, քաղաքական այրերի։ այսօրվա քաղաքական իշխանությունը շատ հեռու է Այս ուղղակի եթե կերևացույց տամ, հայոց, այո, հետո կանդրադառնա պարոն Այվազյանը։ հայոց պատմության իմացությունից, հայոց պատմության փիլիսոփայության ընկալումներից շատ հեռու է այսօրվա իշխանությունը։ Նրանք պարզապես չգիտեն։ Կարելի է ասել տգետ են հայոց պատմության հարցերում։ Եթե ցանկանային իմանալ, նախ փորձեին խորհրդակցել մասնագետների հետ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայոց պատմության ուսումնասիրությանը, հայոց պետականության, հայոց զինված ուժերի ուսումնասիրությանը։ Այդ գիրքը, որ ցույց տվեցիք, հայ զինվորականության պատվովարքականոնը 4-5-րդ դարերում այդտեղ գրված է, թե հայ թագավորը, իշխանը, սպարապետը ինչպիսին պետք է լինի եւ որոնք են նրա գլխավոր գործառույթները իր երկրի եւ ժողովրդի հանդեպ։ Փաստաթղթերով ասեմ, թե մեր պատմության պատմիչների հաղորդումների մեջ այդ ամեն ինչը շատ գեղեցիկ նկարագրված է։ Այնտեղ նկարագրված է, որ առաջին հերթին պետք է պաշտպանել երկրի սահմանները ամեն գնով։ Սա է առաջի խնդիրը, որը մենք զգում ենք, որ այսօր այդպիսի խնդիր է դրված շատ։ Եթե այդպիսի խնդիր դրված լիներ, ապա երկրի ներսում կիրականացվեր համախմբման քաղաքականություն, ժողովրդին ինքնապաշտպանությանը պատրաստելու քաղաքականություն, ազգ բանակ մոդելով երկիրը կառուցելու քաղաքականություն։ Իսկ մենք տեսնում ենք հակառակը, ճիշտ հակառակն ենք տեսնում։ Համախմբումը ոչնչացվում է, գիշեր-ցերեկ հարվածներ են հասցվում երկրի տարբեր ուրեմն այնպիսի խորհրդանիշների, կառույցների, որոնք բերում են ամբողջ ժողովրդի ցնցմանը, բերում են պառակտումների եւ ուշադրությունն ամբողջությամբ շեղում են արտաքին թշնամուց։ Իսկ դա ինչ է։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այստեղ ինչ որ մի համաձայնություն կա արտաքին ուժերի հետ, որպեսզի հանկարծ Հայաստանը ինքն իրեն չհավաքի, ինքը չկարողանա կազմակերպել ինքնապաշտպանություն եւ այն պահին, երբ որոշվի Հայաստանի հարցերը լուծել ռազմական ճանապարհով, փորձելով գրավել Սյունիքը, փորձելով ներխուժել Հայաստանի այլ հատվածներ դեպի Սևան եւ այլ, այդ պահին Հայաստանը լինի անպաշտպան։ Պարոն Այվազյան, դուք պատմությունը վստահաբար շատ ավելի լավ գիտեք ինձանից, քան ես, ասացեք խնդրեմ, երբևէ եղել է պատմության մեջ, որ 3 թեմակալ առաջնորդ հայ առաքելական եկեղեցու բանտարկվի, այն էլ սեփական իշխանության կողմից։ Ոչ, չի եղել։ այդպես չի, սեփականի կողմից չի եղել, եղել է ցեղասպանության ժամանակ, ինչպես գիտենք, ոչնչացվել են եւ Ստալինյան բռնապետության ժամանակ նույնպես ոչնչացվել են
ձերբակալվել են, աքսորվել են եւ այլն, սա է եղել։ Հարցս հետեւյալն է, սա պայքար է անձանց դեմ, թե եկեղեցի համակարգի դեմ, որովհետեւ մենք գիտենք բանակը համակարգ է, պետությունը համակարգ է, եկեղեցին համակարգ է, եկեղեցին համահայկական ցանցային համակարգ է, հա, եւ աշխարհում մեծ հեղինակություն ունեցող համեցեք։ Խալ նպատակը պետք է հասկանանք, Հայաստանը դեպի ուր են տանում, Ովքեր արտաքին ուժերը, նրանք, ովքեր ղեկավարում են այսօրվա Հայաստանի իշխանությունների քայլերը, որտեղ այս իշխանությունը չի որոշում, ես շատ եմ ասել այդ մասին, նրանք չեն որոշում, թե ինչ քայլեր են անելու հաջորդաբար, վաղը, մյուս օրը, գոյություն ունի պլան, որտեղ օրերով կամ գուցե ամիսներով, շաբաթներով գրված է, թե ինչ գործողություններ պետք է անեն, որպեսզի Հայաստանը առհասարակ, որպես պետական քաղաքական միավոր դառնա մի այսպես մանկուրների զրոյական մի վիճակի բերվի, անպաշտպան մի վիճակի բերվի, այնուհետև կորոշեն, որ պահին ինչ անել։ Իրենք մեծ հաջողություններ են հասել։ Խոսքս առաջին հերթին Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին է եւ նրանց թիկունքում կանգնած մյուս ուժերի մասին է։ Իսկ ովքեր են կանգնած Թուրքիայի եւ Ադրբեջանի թիկունքում։ Առաջին հերթին այդ գլոբալիստական արևմտյան ուժերն են։ Նրանք են, որ թույլ չեն տալիս Հայաստանի ժողովրդին ուշքի գալ 2020 թվականի պատերազմից հետո։ Եվ մենք տեսնում ենք, որ Արցախի հայաթափումը ողջունվում է։ Արցախի հայաթափումը լեգիտիմացվում, օրինականացվում է տարբեր միջոցներով, միջազգային տարբեր հարթակներում։ Նույն այս արևմտյան հարթակներում։ Այո, բայց նաև Ռուսաստանն էր միացել այդ ընդհանուր շարժմանը, նա էր ասում, դե հարցը վերջացավ, գնաց, մինչև այսօր էլ Ռուսաստանը պետական մակարդակով չի բարձրացնում Արցախի խնդիրը։ Թե հետագայում կբարձրացնի, թե ոչ, քանի որ ռուս-ադրբեջանական հանրապետությունները հենց Արցախի հայաթափման պատճառով եւ Հայաստանի որպես պետություն այստեղ իր զինված ուժերով, քանի որ Հայաստանը հանդիսանում էր բուֆերային մի երկիր այդ Թուրանի դեմ, իսկ Թուրանն էլ արևմտյան պրոյեկտ է, նաեւ իհարկե դա թուրքական պրոյեկտ է, բայց արևմուտքը ամեն ինչով աջակցում է թուրանական պրոյեկտ այդ պրոյեկտին։ Անգլիան կոնկրետ սնուցում է։ Ոչ միայն Անգլիան։ Անգլիան, գիտեք, երբ ասում են Մեծ Բրիտանիան է թիկունքին կանգնած, ես այդ կարծիքին համամիտ չեմ, որովհետև Մեծ Բրիտանիան այդքան մեծ կարողություններ չունի։ Մեծ Բրիտանիայից վերև գոյություն ունի Միացյալ Նահանգներ եւ կան տրանսնացիոնալ, այսպես արդեն անդրազգային ուժեր, որոնք տիրում են բազմաթիվ ռեսուրսների, այդ թվում տիրում են հենց արևմուտքի պետական մարմիններին։ Ահա այդ ուժերն են, որ ցանկանում են ստեղծել թուրանական միություն ընդդեմ Ռուսաստանի, ընդդեմ Իրանի, ընդդեմ Չինաստանի։ Հայաստանը կանգնած էր այդտեղ, պաշտպանում էր փաստորեն Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի շահերը, բացի ինքը իր գոյության իրավունքը պաշտպանելուց։ Սակայն ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը, ոչ էլ Իրանը գործնական լուրջ քայլեր չարեցին, որպեսզի ահա այդ բուֆերային երկիրը, որը այսպես պատնեշի պես կանգնած իրենց էր պաշտպանում նաև, կարողանա պահպանել իր ռազմավարական խորությունը, պահպանել իր այն ուժը, որով 30 տարի կարողանում էր պահել այդ ամենը։ Չարեցին, հատկապես Ռուսաստանի մասին է խոսքս, որովհետև Չինաստանը ավելի հեռու էր, բայց Ռուսաստանը կարող էր օգնել, ինչ-ինչ սխալ հաշվարկներով, իրենց համար սարսափելի սխալ հաշվարկներով, չեմ ասում մեզ համար, դա ինչ ծանրագույն հետևանքներ բերեց, բայց տեսեք, այն ժամանակ, երբ Արցախը հայաթափվեց, այս հաջորդ օրը գրեցի սա, ասեցի Ռուսաստանի համար սարսափելի ծանր հարված էր, որը կարող է դառնալ Ռուսաստանի վերջի սկիզբը։ Եվ տեսեք, չի անցել 23 թվականի սեպտեմբերից 2 տարի չի անցել, ինչպիսի թշնամական հարաբերություններ են արդեն ձևավորվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Շտկվում են արդեն Պուտինը խոսում է։ Բոլորովին չեն շտկվում, բոլորովին չեն։ Համարյա ներողություն խնդրեց։ Ոչ, դա հարցը չի լուծում, որովհետեւ խնդիրը բոլորովին ինքնաթիռը չէր։
Ընդհակառակը մենք տեսնում ենք, որ հենց երեք հրապարակվեցին նոր տվյալներ այդ Ռամիզ Մեհդիևին, ով գլխավորում էր Ադրբեջանում պրեզիդենտի իրենց նախագահական ապարատը 1995 թվականից մինչև 2022 թվական, այսինքն նա գորշ կարդինալն էր Ադրբեջանում։ Այդ մարդուն ձերբակալել էին մի քանի օր առաջ, մեղադրելով պետական դավաճանության մեջ, բայց երեք ադրբեջանական մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ նա համագործակցել է ռուսների հետ։ Այսինքն ռուսներն են դրսից կոորդինացրել, հատկապես ռազմական շրջանակներն իբր, կոորդինացրել են Ռամիզ Մեհդիևի հեղաշրջման փորձը։ Այո, սա մի նոր, ուրեմն ալիք է ստեղծելու հիմա, եթե շարունակվի այս գիծը, ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրվածության այս Այսինքն ուզեցել են ներքից պայթեցնել Ադրբեջանը։ Ըստ ադրբեջանական մամուլի, թե ուզեցել են, չեն ուզեցել, կապված են ռուսների հետ եղել, կապված չեն եղել, չգիտենք։ Կարող է լրիվ սուտ է, կարող է լրիվ ճիշտ է, բայց խնդիրն այն է, որ այդ տեղեկությունները բաց հրապարակելով Ադրբեջանը նոր պայմաններ է ստեղծում Ռուսաստանի դեմ թշնամական քաղաքականությունը շարունակելու համար։ Որքան էլ Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանի հետ մերվել, որքան էլ ցանկանում է չթշնամանալ, որքան էլ ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ, չգիտեմ, դաշնակցային հարաբերություններ ունենալ, չի ստացվում, որովհետև Ադրբեջանի կողմից է գալիս այդ թշնամությունը, քանի որ Ադրբեջանին էլ ստիպել է Անկարան եւ արևմտյան տերությունները, Իսրայելի միջոցով նաեւ ստիպել են հակառուսական քաղաքականություն վարել, դե նրանք էլ թուրք են, հատկապես իրենց համար այսպես հակառուս լինելը այսպես դրական բան է եւ ողջունելի բան է։ Թեև Ալիևը անձամբ գուցե չէր ցանկանա, քանի որ նա շատ բանի է հասել, կառավարում է, իր կյանքը չէր ցանկանա բարդացնել Ռուսաստանի հետ այսպիսի ծանր խնդիրներով, բայց ստիպված է անել։ Իսկ դա բերելու է ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատ թարացմանը, մինչև ընդհուպ հնարավոր է ուղղակի բախմանը։ Հասկանում եք, սա է խնդիրը։ Եվ Ռուսաստանում էլ չեն դադարել ադրբեջանական այդ նրանց այդ դիասպորայի գործիչների այդ հանցագործ միջավայր է այնտեղ նրանց դիասպորայում ստեղծված այդ գործիչների ձերբակալությունները, արտաքսումները, Ռուսաստանի քաղաքականությունից զրկելը եւ այլն։ Այս ամենը կարող էր չլինել, այսինքն Ադրբեջանը եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող էին այսքան չվարդարանալ, եթե Ռուսաստանը Հայաստանին օգներ պահել Արցախը, հասկանում եք, եթե դա լիներ եւ եթե այսօր էլ Ռուսաստանը շատ պինդ կանգնի, ասի Հայաստանի դեմ ոչ մի ոտնձգություն մենք թույլ չենք տա որպես դաշնակից եւ հապկի գծով եւ երկկողմանի գծով, այդ ժամանակ էլ կարող է եւ փորձի շտկել Հայաստանի եւ այս տարածաշրջանային անվտանգության բալանսը այնքան է խախտվել, պետք է շտկել այն։ Այդ շտկելուց հետո է հնարավոր Ադրբեջանին բերել որոշակի նորմալ, կիսանորմալ մի վիճակի մեջ բանակցելու համար մի ընդունակ վիճակի մեջ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարոն Այվազյան, բայց շատերը նշում են, որ հիմա թուրքերն ու ադրբեջանցիք շատ են պետք ռուսներին ուկրաինական ճակատում, դրա համար Պուտինը տենց ամեն ինչ անում է, փշիփշի անում, Ալիևի արչև խոստովանում է իր սխալը, մի բան որ երբևէ չի անում կամ հազվադեպ է անում։ Իրեն պետք է։
Իհարկե պետք է։ Հետևաբար Նիդարմենի։ Ախր տեսեք, եթե նրան շատ է պետք, հետևանքները տեսնում ենք ինչ են։ Հետևանքներն այն են, որ Ադրբեջանը սկսել է թշնամական քաղաքականություն։ Հետո ինչ, դրանք փոքրիկ կսպիտներ են ուկրաինական ճակատի հետ։ Այնտեղ աշխարհի ազդեցության գոտիներ են որոշ։ Ոչ, Ադրբեջանը մոբիլիզացնում է ամբողջ կենտրոնական Ասիան եւ նրանցից ստեղծում է իր նման հակառուսական թշնամական պետություններ։ Թուրքիան իհարկե քավորն է այդ ամբողջ գործի եւ վերջերս Գաբալայում տեղի ունեցած Գաբալայում ավելի շուտ հայերեն ասենք այդ թուրքական պետությունների կազմակերպության հավաքին նոր համաձայնություններ կնքվեցին այդ իրենց Թուրանը ամրապնդելու նաեւ անվտանգության գծով, զինված ուժերի համագործակցության գծով, մշակութային գծով եւ այլն, լեզվական հարցերում այս գիծը Ադրբեջանն է առաջամարտիկը եւ դրոշակակիրը Թուրանի այսօրվա դրությամբ։ Ադրբեջանին է հանձնարարված այդ գործը։ Ռուսաստանն արդեն իսկ սխալվել է, արդեն իսկ ուշացել է Ադրբեջանին զսպելու գործում։ Հայաստանի միջոցով Ադրբեջանին զսպելը, այսինքն նրա համար շատ ավելի ձեռնտու կլիներ, ուղղակի գնացել է։ Հիմա ինչ կարող են անել։ Կարող են կամ ուղղակիորեն մտնել Ադրբեջանի հետ մի լուրջ բախման մեջ, կամ դարձյալ Հայաստանին օգնել, որ Հայաստանը մի քիչ պինդ զգա իրեն։ Հայաստանին առայժմ չի զգացվում, որ նրանք սկսել են Հայաստանի վրա այն ուշադրությունը դարձնել, որին Հայաստանն իսկապես արժանի է։ Ինչ-ինչ կապվածություններ կան, ինչ-ինչ համաձայնություններ կան նաև Արևմուտքի հետ Անդրկովկասի հարցում, որովհետև տեսեք այս Թրամփի ուղի կոչված ճանապարհի դեմ Ռուսաստանը բացահայտորեն չի բողոքել, չի ասել ես դեմ եմ։ Ընդհակառակը տեսանք, որ թռավ Փաշինյանը Միշուստինին հանդիպեց, հետո թռավ Վաշինգտոն։ Այսինքն ստացավ Մոսկվայից համաձայնություն։ Մոսկվան ինչ-որ մի բանի դիմաց է այդ համաձայնությունը տվել։ Բայց դա այդ ինչ է, որ դրա դիմաց ինքը ահա ահռելի շահեր է զոհում Հայաստանը կորցնելով։ Չեն կարող այնպիսի մի բան առաջարկել Ռուսաստանին իրականում, որ հավասարարժեք լինի Հայաստանին, քանի որ Հայաստանի արժեքը շատ մեծ է։ Հիմա խնդիրը թե տեսնենք առաջիկայում ինչ կլինի, քանի որ Բուդապեշտում հանդիպումից հետո, եթե շարունակվեց ուկրաինական պատերազմի ուրեմն էսկալացիան, ել ավելի բարձր մակարդակի անցավ, դա նշանակելու է, որ համաձայնությունները չեն գործում Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ։ Իսկ Արևմուտքը չի պահում բացահայտորեն իր համաձայնությունները, Ռուսաստանը պահում է, գոնե մեր հարցում պահում է այդ համաձայնությունները։ Այսինքն Անդրկովկասը տվել եմ ձեզ, չեմ բողոքում, ես համակերպվում եմ այս իմ 102-րդ բազայի տեղակայմամբ առայժմ, հետո կտեսնենք, եթե Արևմուտքը շարունակի Ռուսաստանի ղեկավարության կարծիքով ավելի խորացնել հակամարտությունը, կոնֆլիկտը, պատերազմը Ուկրաինայում եւ խախտի դարձյալ այդ համաձայնությունները, շատ հնարավոր է Ռուսաստանի քաղաքականությունը փոխվի նաև այս տարածաշրջանում։ Հիմա տեսնենք ինչպես կլինի, փոխվի, չի փոխվի, որովհետև մեծ դժգոհություններ կան նաև Ռուսաստանում, նաև Մոսկվայում կան մեծ դժգոհություններ։ Ինչու Հայաստանին չեն կա։ Չէ, ոչ թե ինչու Հայաստան, այլ ինչու է Ռուսաստանը զիջում, այսքան շատ զիջում, հասկանում եք։ Իսկ այն, որ Հայաստանը հիմա հույսը դրել է, թե ես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղություն կհաստատեմ եւ այդ խաղաղության միջոցով կապահովեմ երկրի անվտանգությունը, դրանք սին հույսեր են, եթե հայոց պատմություն գիտեմ, կանում առհասարակ տարածաշրջանային պատմություն, համաշխարհային պատմություն, եթե գիտենք, տեսնեմ, որ դա չաշխատող մի գործիք է, մանավանդ այն պայմաններում, երբ Ադրբեջանը դեռ 1000 պահանջ է ներկայացնում Հայաստանին, 1000 մեղադրանք, էլ ֆաշիզմի մեջ է մեղադրում, էլ հիվանդ հասարակության մեջ է մեղադրում, էլ իրենց ցեղասպանելու մեջ է մեղադրում, պահանջում է
ադրբեջանցի 300,000 ադրբեջանցի ընդունել, պահանջում ես տարածք տրամադրել, 1000 ու մի բան։ Ուրեմն այս պայմաններում խաղաղության մասին խոսելը ընդհանրապես զառանցանք է, եւ մենք տեսնում ենք, որ խաղաղություն չկա։ Այն ինչ կատարվում է Հայաստանում, սա պատերազմ է, Հայաստանի ներսում է պատերազմը այսօր մղվում։ Հայաստանը ել ավելի թուլացնելու նպատակով, ել ավելի եւ ել ավելի եւ ել ավելի։ Բայց տեսեք, թե դուք ինչ եք գրել, ավելի ճիշտ ասենք, թե դուք ինչ եք գրել այդ ներքին պատերազմի մասնավորի եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ վերջին sense ամփոփումը բարբերությունը կարդամ, բարեբախտաբար հայոց եկեղեցին եւ հայ հոգեվորականությունը ամուր կանգնած են իրենց դիրքերում։ Եկեղեցու դեմ կռիվ տալը խոշոր հաշվով թեթևամտություն է եւ սխալ հաշվարկ, եւ որքան երկարաձգվի եկեղեցու դեմ Փաշինյանի գրողը, այնքան մեծ է հավանականությունը, որ հայ հասարակությունը կսկսի ցույց տալ ակտիվության առաջին նշանները։ Հույսի համար բոլոր հիմքերը կան։ Ձեր խոսքերն են։ Ինչ կարելի է բացել, Պարավազյան։ Ճիշտ հակառակը, շատերը հուսալքվում են, որ ինչու վեհապարը չի կոնսոլիդացնում, հա, այդ քաղաքական հասարակական դաշտը, եւ եթե սեն շարունակվի վեհապարին էլ զորօրինակ կգնան կկալանավորեն։ Առավել եւս, որ այդ վարույթը արեցին, հետո ֆրիկարին, որ իբր դա վեհապարի դեմ չի, համեցեք։ Նախ վեհապարին ձերբակալելով կամ կալանավորելով որևէ հարց չի լուծվի, ընդհակառակը կբարթանա երկրի ղեկավարության խնդիրը։ Ինչու՞։ Աշխարհով մենք խայտառակ կլինենք։ Մենք խայտառակ չենք լինի։ Երկրի ղեկավարությունը ոչ թե խայտառակ կլինի, այլ ճնշում կսկսվի նաև որոշ չափով ճնշում կսկսվի տարբեր ուղղություններից, ինչպես տարբեր եկեղեցիներից, այնպես էլ հայկական սփյուռքից, այնպես էլ երկրի ներսում բնակչությունը հասկանալի մի հատվածը բնակչության հասկանում է ինչ է կատարվում։ Եկեղեցուն որևէ բան չի պատահի, ընդհակառակը քրիստոնյա եկեղեցին միշտ ուժեղացել է, հզորացել է ճնշումների ենթարկվելուց հետո։ Այդ դրա համար պետք է պատմություն իմանալ, էլի, կարդալ պատմություն, տեսնել ոնց է պատահել, որ քրիստոնեությունը տարածվել է։ Ճնշել են, իսկ քրիստոնեությունը տարածվել ու տարածվել է։ Ու վերջում գրավել է աշխարհի կեսը։ Հասկանում եք, հետևաբար ես այդ նախ չեմ հավատում, որ կձերբակալեն կամ կկալանավորեն, իսկ եթե կալանավորեն կամ ձերբակալեն վեհապարին, դա վնաս է տալու երկրի ղեկավարությանը այսօրվա եւ օգուտ է տալու հայոց եկեղեցուն եւ հայ ժողովրդին։ Դե թող ձերբակալեն։ Այսինքն դա ստացվում է իրենց վերջն է լինելու, էլի։ Այո, կարող է միանգամից մեկ օրում չլինել, բայց դա հասկանալի է, որ մի այնպիսի խարան են իրենց վրա վերցնելու, որ մաքրվել հնարավոր չէ, թե նախկինում էլ 1000 մի խարան են վերցրել, բայց սա էլ ավելանալու է, մի հզոր բան է լինելու։ Այո, դա մեկ, երկրորդը, գիտեք, ռեսուրսները Փաշինյանի այսօրվա այս խունտայի շատ սահմանափակ են։ Այդ ռեսուրսները սահմանափակվում են ոստիկանությամբ, ԱԱՑ-ով, դատախազությամբ, քննչական եւ այլն։ Էսա իր ռեսուրսը։ Ներքին զորքերով։ Պետական մեքենա է, այնց եք ասած, որ քիչ ռեսուրս է։ Այո, բայց այդ ամեն ինչը երբ հասնում է մի որոշակի սահմանի, մեկ օրում կարող է փլուզվել։ Այ հենց հիմա ինչեր են կատարվում աշխարհում։ Ախր պետք է մի քիչ նայեն, լսեն, Մադագասկարում ինչ տեղի ունեցավ վերջին 10 օրվա ընթացքում։ Հայաստանը Մադագասկարի եք համեմատում, մեկ երկու ամիս առաջ Շրի Լանկայում ինչ տեղի ունեցավ, եւ այլն, այս ամեն ինչը ունի սկիզբ եւ ունի վերջ։ Եվ հաճախ հենց իշխանության սխալ հաշվարկնել արագացնում է այդ վերջը, իրենց վերջը։ Այնպես որ ես ճիշտն ասած ավելի հանգիստ եմ նայում իրավիճակին։ Խնդիրը մեկն է, որպեսզի վեհապարը հրաժարական չտա։ Սա է խնդիրը։ Մնացած խնդիրներ հայոց եկեղեցին չունեն։ Ում ուզում են թող ձերբակալեն, ում ուզում են թող եկեղեցիների դռները փակեն, ինչ ուզում են թող անեն, դրանք խնդիր չեն։ Դրանք շատ թեթևակի կսմիտներ են եկեղեցուն։
Բայց չէ որ մի տեսակ տպավորություն չեք ստանում, փաստաբան է ձերբակալվում ժողովրդի իբր ժողովրդավարական արժեքների բաստիոն երկրում, մանկավարժականի ռեկտոր, ափալ, թափալ, երեք թեմակալ առաջնորդ, քրեական վարույթ վեհապարի դեմ, այսինքն ինչ որ չեմ ասի 30-ականները կամ 37 թիվն, բայց տպավորություն չկա, որ նաև ինչ որ արհեստական այդտենց բզբզի էլի։ Դե ես քանի անգամ կարծեմ այս հաղորդման ընթացքում էլ ենք ասել, ես մի քանի անգամ գրել եմ, որ եւ արտահայտվել եմ, որ 20 թվականի պատերազմից հետո առնվազն 10 օրը մեկ մի հզոր հարված է հասցվում հայ ժողովրդին եւ Հայաստանին գոնե տեղեկատվական հոգեբանական դաշտում։ Դա անում է կամ Փաշինյանը կամ Ալիևը, կամ Ալիևն է վայրահաչում, կամ Փաշինյանն է վայրահաչում ու գործողություններ ձեռնարկում, ինչ-ինչ գործողություններ։ Երբ ասում են վայրահաչում, օրինակ Արարատի Մասիս Սարի դեմ այնինչ ասում է Փաշինյանը, դա վայրահաչուց է։ Եվ եթե դրա համար այս կարծիքի համար կարող են ձերբակալել, թող ձերբակալեն։ Ուզում են ստեղծել վախի մթնոլորտ Հայաստանում այդ ձերբակալություններով։ Հասկանում եք, քանի որ ընտրություններ են նաև մոտենում, նաև այդ ընտրություններն աչքի առջև ունենալով, բայց բացի ընտրություններից Փաշինյանը գնալու է հետագա զիջումների թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Այսինքն մեծ զիջումների, ինչ-ինչ բաներ են տեղի ունենալու, որ այսօրվա դրությամբ դեռ չենք տեսնում, բայց իրենց մոտ պլանը գծված է։ Այդ ճանապարհը, որ ասում են Միջանցք չի, հետո պարզվելու է Միջանցք է։ Հետո պարզվելու է թուրքական դեսպանությունն ու ադրբեջանական դեսպանությունը այստեղ հաստատվելուց հետո նորանոր պահանջներ են ներկայացնելու։ Հետո պարզվելու է, որ մենք չենք կարող խոսել ազատագրական շարժումների մասին, չենք կարող ոգեկոչել Նժդեհին, Անդրանիկի հիշատակը եւ այլն եւ այլն։ Հազար ու մի բան է լինելու, դասագրքերն են էլ ավելի աղավաղելու, այն ինչ որ աղավաղել են, դա սկիզբն է։ Հետագայում էլ ավելի են աղավաղելու եւ այդ դասագրքերը գրվելու են ոչ թե Երևանում, այլ գրվելու են Անկարայում եւ Բաքվում այդ դասագրքերը։ Հիմա են արդեն որոշ կետեր այնտեղ են գրված։ Այս ամեն ինչը լինելու է, այս ամեն ինչը իրականացնելու համար ժողովրդին պետք է պահես վախի մեջ, պետք է պահես ճնշված վիճակում, պետք է անընդհատ հարվածներ հասցնես, որ ուշքի չգա։ Այդ տեսեք այս ձերբակալությունները վերջին, սրանք ցնցեցին, չէ՞, հայ ժողովրդին, այո։ Հիմա 10 օր չի անցնի մի ուրիշ նոր բան է լինելու։ Էլի խոշոր։ Մի ինչ որ արտահայտություն է անելու, մի ինչ որ բան է ասելու, որ ժողովուրդը ցնցվելու է։ Հետո էլի 10 օր չի անցնելու, որպեսի այս հա պատերազմ է, սա հիբրիդային պատերազմ է, հոգեբանական պատերազմ է, տեղեկատվական պատերազմ է։ Մինչև այն պահը, մինչև որ իսկապես իսկական պատերազմը կսկսվի, մինչև այդ պահը պետք է ջարդեն ժողովրդին։ Էդ են անում։ Դրա համար մի քիչ հանգիստ պետք է վերաբերվել, խոճապի չմատնվել, այս ասեց, ամեն ինչ էլ ասելու են, ամեն ինչ էլ անելու են։ Հայաստանը վերածում են թուրքական հպատակության տակ գտնվող մի երկրի։ Թուրքական հպատակության տակ գտնվող Հայաստանը ինչին է նման լինելու։ Նման է լինելու մի երկրի, որտեղ հայը իր ավանդական արժեհամակարգով չի կարող ապրել։ Մենք տեսել ենք Արևմտյան Հայաստանում ինչի վերածվեց հայը։ Ուրեմն կամ այդ հայը արտագաղթելու է, փախնելու է, գնալու է Հայաստանից, կամ այդ հային ճնշելու են եւ թուրքացնելու են քայլ առ քայլ։ Հիմա արդեն մեր վերնախավը մասամբ թուրքացած է։ Իրենց արժեհամակարգով նրանք թուրքացել են։ Եթե մարդիկ կարող են հրաժարվել Արարատ լեռից, որը հայի արժեհամակարգի մեջ է, հայկական ինքնության ամենամեծ խորհրդանիշն է գուցե, եթե մարդը այդ իր ինքնությունից պոկում է այդ մի մեծ այսպիսի կտոր, որի շուրջը կան բազմաթիվ առասպելներ, բազմաթիվ պատմություններ, բազմաթիվ բանաստեղծություններ, վեպեր, չգիտեմ, օպերաներ, դրա շուրջ են։ Այդ ամեն ինչի շուրջը, թեկուզ Չարենցիմյան, ես իմանուշ Հայաստանի, որ հիշում ենք այնտեղ
Արարատի հիշատակ, բայց քանի այսպիսի բան կա, ուրեմն երբ դու ասում ես Արարատը իմը չի, դու այդ ամեն ինչով հանում ես նաև այդ ամբողջ մշակութային եւ ինքնության քո շերտը դրում ես մի կողմ։ Ես մենակ Արարատն եմ ասում, իրենք շատ բան են հանել արդեն իրենց միջից։ Հանում ես դրում ես մի կողմ, այսինքն դու հայից արդեն դառնում ես ինչ որ մեկ ուրիշ էակ։ Ընդ որում դու հասկանում ես նաև, որ դու հրաժարվել ես թուրքերի պահանջով, այսինքն դու դառնում ես թուրքական հպատակ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հպատակ մի էակ, ռայա, դա տերմին կար այն ժամանակներում, Օսմանյան կայսրությունում, ռայա, այսինքն հպատակ ժողովուրդ ես, դու հպատակ մարդ ես։ Երրորդ սորտի, չորրորդ սորտի։ Հա, հպատակ ես էլի, ռայա ես դու։ Հիմա մեզ տանում են դեպի այդ ռայա դարձնելուն, ասում են եկեք խաղաղություն լինի, բայց պիտի ռայա դառնանք։ Մենք պիտի դառնանք ստրուկ։ Ռայա նաև ստրուկ կարելի է թարգմանել որոշ առումներով է։ Հիմա սա է խնդիրը, հայ ժողովրդի մի հատվածը չի համակերպվելու ռայա, թուրքի ռայա դառնալու կամ ուրիշի ռայա դառնալու այս գործի մեջ չի համակերպվելու, հասկանում եք։ Ինչ զիջումներ կարող էին անել Խորհրդային Միությունում, Ռուսաստանում եւ այլն, արվում էին, բայց թուրքը, որը ցանկանում է քո ոչնչացումը, որը ոչնչացրել է քո ժողովրդին, հայաթափել է, այսինքն ամենավայրակ ձևով կոտորել է եւ այսօր էլ շարունակում է նույն քաղաքականությունը, դեռ քեզ էլ մեղադրելով, որ դու ես այդ ամեն ինչը արել։ Գտնել նրա հետ խաղաղության սահմանները սուտ բան է։ Դա մի ինչ որ պահ այսպես մեր հետ խաղ են խաղում, որ կարող է այդ թելը կտրվել ամեն պահի, երբ իրենք ցանկանան, երբ ուզենան։ Ամեն պահի կարող է կտրվել։ Առաջ էլ էր այդպես, եւ ես միշտ ասում էի, կարող եք նայել իմ հարցազրույցները հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ գրածներս, որ Արցախյան հիմնախնդիրը բանակցությունների ճանապարհով չի լուծվելու, Արցախյան հիմնախնդիրը լուծվելու է պատերազմի ճանապարհով կամ եթե ուզում ենք խուսափել պատերազմից, մենք պետք է առաջ անցնենք պետականաշինության եւ բանակաշինության գործում Ադրբեջանից առաջ անցնենք, որակապես առաջ անցնենք։ Դա չարվեց, պատերազմը եղավ եւ մենք կորցրեցինք Արցախը։ Հիմա նույնն է, մենք պետք է հասցնենք կառուցել ազգ պետություն, ազգ բանակ մոդելով Հայաստանի Հանրապետություն, նոր հանրապետություն, այո, որը լրիվ այլ մոդելով է կառուցված լինելու, կամ չենք հասցնելու կառուցել եւ կորցնելու ենք Հայաստանը։ Սա է, ով մնաց Հայաստանում, դառնալու է Թուրքի ռայա եւ այդ ռայա կարգավիճակից շատ արագ թուրքացվելու է, դառնալու է թուրք։ Ինչպես եղել է։ Այո, նրանք ովքեր ընդունում էին մահմեդականություն, դարձան թուրք։ Այդպես է, տերմինն էլ այդպես էր կոչվում, թուրքացան։ Հիմա էլ նույնն է լինելու։ Այն հայերը, ովքեր չեն մերվելու, պայքարելու են, եթե հաջողեցին, եթե չհաջողեցին, այդ հայերը ոչնչացվելու են կամ արտաքսվելու են։ Այս իրականությունը պիտի հասկանալ, ոչ թե օթապարիկներին նայել, ասել, բա, այս ինչ լավ խաղաղ երկինք է, ուրեմն խաղաղություն կա, չկա այդ խաղաղությունը։ Տեսեք, Ադրբեջանի դաշնակից Իսրայելն ինչ է անում մերձավոր արևելքում։ Կնքում են զինադադարներ, հրադադարներ, օրինակ Լիբանանի հետ են կնքել հրադադար, Համասի հետ են կնքել հրադադար, քանի անգամ, չէ՞։ Որից հետո էլի հարվածում են։ Երեք հենց քանի հարված տեղի ունեցավ Լիբանանի հարավային մասին։ Մոտ 20 հարված էին խփել ինքնաթիռներով, հզոր հարվածներ։ Նպատակը որն է։ Հանկարծ որ չվերադառնա ժողովուրդը այդ հարավային Լիբանանը բնակեցնել։ Սա է նպատակը։ Համասի հետ հունվարին հրադադար էին կնքել, 60 օր էլ կարծեմ 60 օր անց վերսկսեցին էլ ավելի մեծ ուժով պատերազմը։ Հիմա Համասի հետ իբր հրադադար են կնքել, տարբեր տեղեր շարունակում են հարվածել նրանց։ Ադրբեջանը նույն կերպ է վարվելու այստեղ եւ այդպես էլ արեց։ Մեզ հետ 20 թվականի նոյեմբերի 9-ին կնքեց հրադադար, անմիջապես որոշ ժամանակ մի ամիս անց, հա, գերիներ վերցրեց,
առաջ գնաց այս վարում, մի քանի ամիս առաջ այն վարում առաջ գնաց, կրակուներ, այս կրակոցներ, շարունակեց ճնշումը, բլոկադա մտցրեց, հարված եւ նույնը ստեղա լինելու։ Այսինքն մեզ ասում են խաղաղություն, մենք նախաստորագրել ենք, չգիտեմ ինչ խաղաղություն, իդեպ այդ նախաստորագրած խաղաղության այն կետերի մեջ կան կետեր, որոնցով ճնշելու են հայերին Հայաստանում։ Հենց այդ կետերը, որ ամեն ինչը ասելու են, վայ, այն կետը խախտում ես դու, այս կետը խախտում ես։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարոն Ավազյան, բայց Ռյաբկով ներթեով չեմ հիշում, Մոսկվայում նշեցին, որ Ադրբեջան-Հայաստան վերջնական տեսքը խաղաղության պայմանագրի պետք է Մոսկվայում կնքվի։ Սա ինչ ազդակ էր երկու երկրներին եւ ի վերջո որն է, մի անգամ չի որ ասել է Մոսկվան, որ մի փաստաթուղթ կա, դա նոյեմբերի 9-ի երակողմ բանն է, հա, այդ հայտարարությունն է, որի հիման վրա էլ պիտի կնքվի այդ խաղաղությունը։ Ախր մենք պետք է սովորենք այս այսօր, հատկապես այսօր, երբ միջազգային իրավունքը ոտնատարակ է գծված բոլորի կողմից եւ խախտվում է ամեն քայլափոխի ամենուր, այդ հայտարարությունների վրա մեծ ուշադրություն պետք չէ դարձնել։ Նոյեմբերի 9-ի հաստատուղթի երաշխավորներ Ռուսաստանի նախագահ Պուտինը ինչ եղավ, կատարվեց նոյեմբերի 9-ը, չկատարվեց, չէ։ Նոյեմբերի 9-ի պայմանագրի կնքումից հետո նույն Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարարը, հայտարարում էր, որ հարցը լուծված է, վերջացավ, չկա էլ Արցախյան հիմնախնդիր չկա, լուծված վերջացած է։ Հայկեք անցնենք ուրիշ հարցերի։ Հիմա էլ որ հայտարարում են, ասենք, այստեղ պիտի ստորագրեք, այնտեղ պիտի ստորագրեք, այդ ստորագրությունները ուզում ես այնտեղ ստորագրի, ուզում ես այնտեղ ստորագրի։ Սոչի գնացին, բանակցեցին, Բրյուսել գնացին, Վաշինգտոն գնացին, բանակցեցին, Մոսկվա գնացին, բանակցեցին։ Արդյունքը այդ բանակցությունների զերոյական էր Հայաստանի համար, որովհետև մենք կորցրեցինք Հայաստանի 1/4 մասը եւ հայտնվեցինք ահա այսպիսի գրեթե անելանելի վիճակում։ Մեզ փրկում է առայժմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, որը թույլ չտվեց Սյունիքի դեմ հարձակում եւ Սյունիքի օկուպացիա։ Դա փրկեց, բայց դա ժամանակավոր կարող է լինել։ Հասկանում եք, որովհետև Իրանում էլ կարող է իրավիճակ փոխվել, Իրանի հարաբերություններն էլ կարող են փոխվել, բայց մենք մի ինչ-որ ժամանակ ունեցանք, մի քանի տարի ունեցանք, ինչպես օգտագործեցինք այդ մի քանի տարին։ Եվ գուցե դեռ ունենք մի քանի տարի էլ, չգիտեմ, ունենք, ինչքան ունենք, հայտնի չի։ Պետք է օգտագործել այդ ժամանակը երկիրը ամրապնդելու համար, ոչ թե երկրի ներսում գրեթե իրական քաղաքացիական պատերազմ հրահրելու համար։ Այնինչ կատարվում է այսօր, երկրի ղեկավարությունը վերևից հրահրում է, խրախուսում է քաղաքացիական բախումներ։ Դա իրան գրանից սնվում են։ Դե դա է խնդիրը, այո, դե ուրեմն այս պայմաններում ստացվում է, որ մենք այդ ժամանակը, որ մեզ տրված է, չգիտեմ, Աստծո մատը կարող է խառնել այդտեղ, որ այնպես դասավորեց, որ Իրանը այս պահին եւ ունեցավ այդ հզորությունը կանխելու համար եւ ցանկությունը ունեցավ։ Բայց Իրանը նաեւ Ադրբեջանին համարում է իր հարազատ ժողովուրդը Ադրբեջանի ժողովրդին, քանի որ շիա են եւ քանի որ Իրանի բնակչության մի զգալի մասն է, գուցե 1/5-ը թուրքախոսներ են։ Այսինքն որքան կտևի Իրանի այդ հովանոցը Հայաստանի գլխին այդ ապահովության այդ ժամանակաշրջանը ռազմական գոնե ներխուժում կանխելու առնվազն 5 մասը։ Մեզ
հայտ մենք չգիտենք։ Մենք չգիտենք, որովհետև կարող է դեռ պատերազմ լինել Իրանի դեմ, Իրանը կարող է նորից խճճվել եւ այլն եւ այլն։ Այսինքն անհայտները այսօր աշխարհում շատ են, որովհետև տեսեք մի օր ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարում է մի բան, մյուս օրը դրա ճիշտ հակառակը։ Մի օր ասում է պետք է ուղարկեմ այս Tomahawk հրթիռները Ուկրաինային, մյուսն օրն ասում է չպետք է ուղարկեմ, մի օրն ասում է պետք է Ուկրաինան հարձակվի, վերականգնի իր տարածքային ամբողջականությունը, մյուս օրն ասում է պետք է կանգնի այդ նույն սահմաններին։ Այնպիսի մի թատրոն է ստեղծված մեծ տերությունների կողմից, միաժամանակ ինչ-ինչ համաձայնություններով հանդերձ, որոնք կարող է խախտվում են, կարող է ինչ-որ պահերի լրիվ խախտվեն։ Այնպիսի մի թատրոն է ստեղծված, որ վստահ լինել, թե դու գնացիր Վաշինգտոն, Թրամփի հետ կնքեցիր ինչ-որ մի թուղթ, հետ եկար դրանով ապահովեցիր Հայաստանի անվտանգությունը, անհնար է։ Էլ չեմ ասում, որ այդ թուղթը հակասում է եւ Հայաստանի շահերին, քանի որ այդ հատվածը մենք այդ մասին խոսել ենք, կարող է, եթե այնտեղ տեղի ունենա մեծ շինարարություն, եթե ոչ ռազմական ճանապարհով, ապա ժողովրդագրական ճանապարհով կարող են կլանել, թեկուզ այդ բանվորներին, չգիտեմ որտեղից բերելով եւ թողնելով հետո այդ տարածքում։ Մեղրի շրջանում ապրում է մոտավորապես 9000 մարդ։ Այդ բանվորներին, որ բերեն այնտեղ 5000-ից պակաս չեն լինի։ Դա էլ մի քանի տարուց չենք ասում այդ հայ-ամերիկյան իբրև թե, հա, Արադ Միրզոյանի ասած ընկերությունը ում հանձնվելու է, outsource է արվելու այսպես այդ Թրամփի ուղի կոչվածը, բանը, ով է դա ասկելու։ Ես հայ ասելու է ամերիկյան սահմանապահի կամ մաքսավորի բանը, եկեք ստուգենք ստեղով թմրանյութ անցավ, զենք անցավ։ Բացի դրանից դա հակասում է Իրանի շահերին եւ Իրանի Այաթոլլահ Խամենեիին ամենամերձավոր ուրեմն նրա գործիչները հայտարարել են, մասնավորապես Վելայաթին, որ մենք որևէ կերպ թույլ չենք տալու այդ միջանցքի ստեղծումը։ Այսինքն եւ Հայաստանի շահերին է հակասում, եւ նաեւ Իրանի շահերին է հակասում։ Հիմա եթե Հայաստանում իշխանություն չկա, որը կարող է այս կամ այն կերպ կանգնեցնել այդ ծրագրերը, վտանգնել այստեղ այն կարող է լինել, որ Իրանը միջամտի, որը դարձյալ մեզ կարող է հարվածել, այսինքն զորքով կարող ասենք Իրանը փորձի խափանել այդ ծրագրերը։ Ամեն ինչ հնարավոր է եւ միակ ճանապարհը այս անհայտների մեջ, թե ինչ կլինի վաղը, ինչ չի լինի վաղը, այս անհատների մեջ միակ ճանապարհը ունենալ ամուր Հայաստան ներսում գոնե մի կռվան է, որով դու կարող ես մի բանից բռնվել քո անվտանգությունն ապահովելու համար, որից հետո դրսից դաշնակիցներ կհայտնվեն անպայման։ Պարոն Այվազյան, հաղորդման վերջաբանն է, մի քանի րոպե ավարտենք, դուք լավատեսության հիմքեր եք տեսնում, որ այդ եկեղեցու դեմ արշավը կարող է համախմբել հայ հասարակությանը եւ ասենց լուրջ հակազդեցության օջախ դառնալ։ Սրան գումարած այսօր հենց հիմա մենք ձայնագրում ենք ընդամենը ժամեր անց տեղի ունենալու կարելի ասել ընդդիմադիր դաշտի կամ մի աջակցություն Սամվել Կարապետյանի եւ սրբազանների ապօրինի ձերբակալման դեմ ուրեմն հանրահավաք հնարավոր է այս զուգորդվի եւ իսկապես հասարակական քաղաքական ընդդիմադիր հատվածը նո առանց կդառնա էլի դե եկեղեցու դեմ արշավն ու ընդդիմադիր բողոքի իդեպ հաշվի առնենք նաեւ երկար ժամանակ է մեծ հանրահավաքներ չեն եղել մարդկանց ցասումը զայրույթ այդ կերպ արտահայտվի եւ գործը չհասնի հերթական ընտրությանը։ Գիտեք, անկանխատեսելի իրավիճակ է այդ առումով, դժվար է ասել։ Հիմա կհաջողվի, հետո կհաջողվի, ընտրություններով կհաջողվի, թե ինչպես կլինի, բայց հասկանալի է, որ այսպես Հայաստանը շարունակելու դեպքում պարզապես այսպես բաց աչքերով Հայաստանը այս իշխանությունը տանում է դեպի կործանման։ Բաց աչքերով, որտեղ ներսից քայքայում է երկրի դիմադրողականությունը։ Այո, եւ դիմադրողականությունը, եւ պաշտպանունակությունը, եւ տեսեք բանակում ծառայողների ժամկետն են
փորձում կրճատել 2-ից 1.5 տարվա բերել, դա նշանակում է բանակի թիվը կրճատել։ Իսկ այս ամեն ինչով հանդերձ երկիրը կարող է պայթել ամեն պահի։ Թե այդ պայթյունը ինչպիսի հետևանքներ կունենա, դա էլ չգիտենք։ Բայց երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ, երկիրը տանում են սխալ ուղղությամբ։ Դեպի անդունդ։ Եվ սա շարունակվում է երկար, այս քայլ առ քայլ շարժումը դեպի անդունդ, դեպի վերջնական գործանում կատարվում է Հայաստանի իշխանության որոշումներով, իհարկե այդ որոշումները թելադրված են դրսից։ Բայց հենց ղեկավարությունն է նրա համար է, որ իր երկրի եւ ժողովրդի մասին մտածի, ոչ թե դրսից այնպիսի թելադրանքների ենթարկվի եւ կատարի, որոնք կարող են ճակատագրական լինել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Սա է խնդիրը եւ ես կարծում եմ, որ ապագա չունի այսօրվա իշխանությունը, այսինքն այսօրվա իշխանության ապագան դա Հայաստանի ապագա չունենալն է։ Ուրեմն կամ Հայաստանը պետք է ապագա ունենա, կամ այս իշխանությունը պետք է ապագա ունենա։ Սրանք իրար հակասում են այս երկուսը։ Հայաստանը իր շահերով, հայ ժողովուրդը իր շահերով եւ այսօրվա իշխանությունը Փաշինյանական իր շահերով։ Սրանք այսպես մահացու հակասության մեջ են գտնվում։ Այդ այլընտրանքը հնարավոր է այդ նորից, հա, վերաձևակերպեմ հարցս, լինի մի կողմից այդ ընդդիմադիր process-ները եւ մյուս կողմից եկեղեցու դեմ արշավը։ Դա այո, իհարկե, կայծ կարող է լինել։ Դուք էլ ասացիք, որ դա հնարավոր է sense ոնց որ խթանի համահայկական ներուժը, պլյուս աշխարհակաղակական գուցե կենտրոնների, ովքեր կարող ասեն, հələ մի վարքան ստեղ բան է կատարվում, օգնենք։ Սկսեն արդեն կարող է ձգտողին ու պայքարողին են, չէ՞, օգնում։ Այո, կարող է հիմա լինել, թե հետո լինել, բայց այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը չի լինելու։ Մեր նպատակն էլ այն է, որ Հայաստանը լինի եւ ուրեմն պետք է հուսանք, որ կամ այս անգամ, կամ հաջորդ անգամ անպայման ինչ որ մի բան հաջողվելու է։ Շնորհակալություն, այդ լավատեսական եկեք լույսի ներքո ավարտենք մեր այսօրվա զրույցը։ Բարեկամներ, այսօր հյուրընկալել էինք քաղաքագիտության դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանին։ Շնորհակալություն նաև ձեզ, որ մեր ալիքին բաժանորդագրվեցիք եւ հարցազրույցը դիտեցիք։